Խնդրում եմ ներկայացնել, թե ինչ ակցիա եք այսօր պլանավորել կատարել, մանրամասներ։ Ուրեմն գիշեք, որ անցած տարի դեկտեմբեր ամսին նույն այստեղ այս ակցիա իրականացրել Նոնոգ վարչական շրջանում Հապորինի համայնքային գույքը հափշտակելու վերաբերյալ, այդպիսով համայնքին հասցնելով մոտ 500-ից 700,000 դոլարի վնաս։ Այդ դեպքերը հաստատվեց թե իրավապահ համակարգի կողմից, թե Երևանի քաղաքապետարանի կողմից, այն դեպքում, երբ որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատրաստվում էր ինձ զրպարտության համար դատի տալ։ Այսինքն, այն ինչի համար Տիգրան Ավինյանը պատրաստվում էր ինձ դատի տալ, դա հաստատվեց հենց Երևանի քաղաքապետարանի կողմից։ Դեպքի վերաբերյալ այդ տարածքի ինձ վրա հարձակում է կատարվել ու իմ հեռախոսը հափշտակվել է։ Ոստիկանությանը բոլոր համապատասխան փաստերը ներկայացրել եմ, կա տեսանյութ, որտեղ իրականացվում է ամբողջ այդ գործողությունը, որտեղ երևում է ակնհայտ այդ մարդկանց դեմքերը, որից հետո ինձ շանտաժի են ենթարկում, որ սուս մնա։ Մենք գիտենք դու ում հետ ես խոսում, ում հետ ես շփվում եւ այլն։ Եվ հավանական է շատեր նկատել եք, որ դեկտեմբեր ամսից մինչ այսօրս այդպիսի ակտիվություն չեմ ցուցաբերել, մի պարզ պատճառով, որ ասենց ասած իրենց թելեմ, տեսնեմ այդ սուս մնալը ինչի է հանգեցնելու։ Ու հանգեցրեց նրան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ամեն ինչը պետական մակարդակի հովանավորչության ներքո է այդ հանցագործությունները տեղի ունենում, զուտ էլ եմ կրկնում, փորձելու նպատակով ասացի մի երկու ամիս սուս մնամ, տենամ այդ իրանց ասած շանտաժի սուս մնալ է, որ բան են ուզում հրապարակեն ինչ, որտեղ հեռախոսս բացել են, մուտք են գործել ու այդ ամեն նյութերը ոստիկանությանը ես ներկայացրել եմ։ Եղավ այն, որ ժողովուրդ ջան, ոստիկանությանը հաղորդում տալու ժամանակ ոստիկանության աշխատակիցները ինձ բերում են այդ մարդկանց նկարները ցույց են տալի, ասում են էս ինքն է, ասում եմ հա, այսքան անհայտ մարդ չկա։ Հետո իմ սուս մնալու դեպքում այդ որ ոստիկանությունը ինձ ցույց են տվել այդ մարդիկ ով են, դառան անհայտ անձինք, ում ինքնությունը անհայտ է, այսինքն հիմարություն էլ ու տեսանյութով էսը որ դառնա, տեսանյութով այդ մարդկանց դեմքերը կա, ովքեր են, բայց իրանք ու ոստիկանությունը ցույց է տվել, բայց հետո ասում են անհայտ է։ Այդ իմ վրա հարձակվող եւ հեռախոս գողացող մարդիկ, ոստիկանին էլ երբ որ հասնում եմ, ասում բռնել եք, հայտնաբերվել, հա, Չախոն ջան, ամեն ինչ նորմալ է։ Ինչ է պարզվում։ Մեկ այդ Իսուս մնալու ընթացքում իրանք դառան անհայտ անձիկ, ինձի փորձում են շանտաժի միջոցով կոռուպցիայի, հա, եւ այլն բացահայտումների վերաբերյալ ինձի լրացնել։ Թեպետ ասեմ, հրապարակային եմ ասում, հարգելի հայրենակիցներ, չկա այնպիսի մի տեղեկատվություն, առհասարակ, թե իմ հեռախոսի մեջ պարունակվող, թե նամակագրության մեջ, օրինակ, որ ես վախենալու բան ունենամ, օրինակ, խոսքի Տրամպը ինձ ֆինանսավորում է, կամ Կիմ Չեն Ինը, կամ Պուտինի հետ եմ ամեն օր խոսում, ինչպես, այսինքն, այնպիսի քաղաքական տառ պարունակող շանտաժի նյութ չկա։ Դե դա ես նամակագրությունով, ինձ իմ Facebook-յան էջի նամակ են ուղարկել, անհայտ անց, անհայտ, այդ ամեն ինչը ոստիկանությունը տրամադրել եմ։ Դուք ասում եք ես որոշեցի սուս մնալ, թելել իրենց թելը։ Դուք ոնց որ, հա, իրանք ասում են, որ սուս մնա, գրողը իմ ես ենթադրաբար իմ հեռախոս գրել, որովհետև իմ հեռախոսը երբ հափշտակում են, հեռախոսից մեջ մուտք են կատարում, այդ ամեն ինչը ու դրանից հետո ես նամակ եմ ստանում։ Այսինքն ոչ թե 2 ամիս, 2 տարի հետո այդ ժամանակ։ Նամակի բնույթը պարոն Չախոյան։ Սուս մնա, մենք գիտենք ում հետ ինչ ես խոսում եւ այլն։ Այսինքն ակնհայտ երբևիցե իմ 3 տարվա հանրային գործունեության ընթացքում երբևիցե նման բովանդակային շանտաժ չեմ ստացել, որ այս ինչ-որ բան կհրապարակենք եւ այլն։ Այսինքն դա ակնհայտ է, ես կապում եմ իմ հեռախոսի գողանալու եւ քրեական գործ արդեն ակնհայտ է ծածկը տնփոց անելու մեջ ու ինչ է ստացվում ժողովուրդ ջան, որ ովքեր հայտնի են ոստիկանության համար,
հետո դառան անհայտնի, այդ գործերը տարանջատեցին, որ պատասխանատվությունը մեղ օրենքի տարով իրանց անդրադառնա, դառան անհայտ անձինքը մեղադրվում են գողության մեջ, երկու հոգի էլ մեղադրվում են հարձակման մեջ, դա էլ, այսինքն պատասխանատվություն ոչ կրող, այսինքն թեթև պատիժ է կրում, այսինքն այդպիսով իրանք ուզում են պատիժից ազատվել, էլ չեմ ասում էլ համայնքային գույքի գողության վերաբերյալ, որ դա հաստատվել է։ Ուրեմն դեպքի վերաբերյալ դատախազություն եմ գրում, այն որ ասում է դե դիմում դու գրել եք, այո գրել եմ, մի քանի անգամ գրել եմ, դիմումներից պատասխանը ստացել եմ, ակնհայտ գրում եմ, ասում եմ, որ այդ գողությունը կատարվել է խմբի կազմում, այս մարկանց հետ ցենց, դատախազությունը մեկը չի ընդունում, ծածկադմփոց անում, ասում եմ, լավ, ժողովուրդ ջան, էլի հանդիպում են պահանջում, գալիս են դատախազություն, տեղեկացնում եմ, ասում եմ, բերեք այս գործի վերաբերյալ, հանդիպենք, զրուցենք, գործին ընթացան։ Դատախազությունը մերժում է հանդիպումը այդ գործի վերաբերյալ, ինչ-որ քննարկում անցկացնելու համար։ Այն դեպքում նորից եմ կրկնում, հանցակազմը ակնհայտ է, այսինքն մարդ, ով գողություն են արել, դեմքերը կա, բայց ոստիկանությունից բերում Հիմա քննարկում չեն արել։ Չէ, նույնիսկ չեն էլ ցանկանում, չեն պատրաստվում։ Այսինքն ես քաղաքակիրթ ձևի դիմում գրելով պատշաճ գալիս եմ քաղաքակիրթ ձևերով դատախազին եմ գրում, դեպքը ներկայացնում եմ, փաստերն եմ ներկայացնում, ասում եմ, ես ոստիկանությանը տեսանյութ եմ տվել, տեսանյութը քերական գործերին չեն կցել, հասկանում եք։ Ապացույցը տվել եմ, քերական գործերի ապացույցների մեջ արձանագրության մեջ չեն գցել, դրա համար է գործը հարուցել են ոչ խմբի կազմում, այսինքն ակնհայտ այդ գործը ծածկադմփոց են անում։ Անչափան, հիմա այսքանով կներեք, հիմա այսքանով հանդերձ դուք ինչ սպասելիքներ ունեք գլխավոր դատախազությունից եւ ակցիան որքանով կարող է արդյունք տալ։ Սենց ասեմ, անկեղծ եմ ասում, արդյունքի մասին ոչ մի Սենց ասած սպասելիքներ չունեմ, որտեղ ակնհայտ է այս ամեն ինչը պետության, սենց ասած բարձրաստիճան պաշտոնյաների հովանու ներքո է տեղի ունենում, մասնավորապես մենք արդեն տեսանք որ 3-4 ոստիկանության կողմից վկայի ցուցմուն կորզելու նպատակով ոնց են ծեծել, հա միջորս այդ ոստիկանը ձերբակալված չի, ակնհայտ է որ այս դեպքով էլ ոչինչ չեն անելու ու իսիմ ակցիայի նպատակը հնչեղություն ապահովելն է ու այս ակցիան այսօր այսքանով չի ավարտվելու, այս ակցիան շարունակական է լինելու ձվերի տեսքով եւ այլ պետական կառույցների շենքերի մոտ, այսինքն հնչեղություն ապահովելու համար։ Հավկիթների իմաստը ո՞րն է։ Հավկիթների իմաստը, որ այն պաշտոնյաները բարձրաստիճան, հա, կլինի դա դատախազի, չգիտեմ, վերահսկող դատախազ, իմ գործը հսկող դատախազը, հա, որ ասենք ես որ դիմում եմ գրել մանրակրկիր, ամեն ինչը ներկայացրել եմ, ասել եմ սենց, ծածկադմփոց են արել, այս ձուն, ես անկեղծ ասած միտում էլ չունեմ, ստե կոտրելու կամ շենքի վրա նետելու, որ այս ոստիկանները, չգիտեմ, սենց ուղարկել են իրանց ինչ-որ պահելու, այլ իրանց փոխանցեմ, որ իրենք այս ձուն նայելու հասկանան, որ իրանք ովքեր են, այդքան բան, որ քաղաքացին, քաղաքակիրթ ձևով դիմում է գրում, դիմումներին ընթաց չեն տալի, քրական վարույթին ընթաց չեն տալի, իրանք արժանանալու են այսպես ձվի։ Պարոն Չամբոյան, որ ընթաց չեն տալիս, կարծում եք դա պայմանավորված է ձեր անձով։ Ոչ թե անձով է պայմանավորված, այլ կոռուպցիա է, որովհետև տեսեք, բացահայտել եմ կոռուպցիա, ավելի հստակ, ավելի մանրամասն։ Եթե մեկ այլ քաղաքացի դիմեր նման խնդրով ավելի արագ կարձակը։ Ոչ, ըստ անձով չի պայմանավորվում, որովհետև դա կա ակնհայտ կոռուպցիա։ Ինձի պաշտոնական սուտ տեղեկատվություն են տրամադրել 2024 թվականին եւ Երևանի քաղաքապետարանը իմացել է այդ կոռուպցիայի մասին, այսինքն համապատասխան հողատարածքի զավթման մասին, բայց Երևանի քաղաքապետարանը ոչ մի միջոցներ չի ձեռնարկել։ Ինչը որ դա քրեորեն պատժելի առարկա համաձայն քրեական օրենսգրքի 447-448 հոդվածների։ Երբ որ ես բարձրաձայնում եմ Տիգրան Ավինյանը ասում եմ մենք զրպարտության համար, այսինքն ինքը ինձ դատի կտա, հետո հաստատվում է որ դա ճիշտ է,
Երևանի քաղաքապետը քանդման որոշումը թողարկում, որ այդ ինքնական շինությունը քանդի, ու ինձ դեկտեմբերի 26-ին ասում են, այ, հեսա քաղաքապետարանը գնում է քանդի, բայց այն դեպքում արդեն հայցի ապահովում են կիրառել, այսինքն 6 օրվա, 7 օրվա ընթացքում իրանք քանդման աշխատանքներ չեն իրականացրել, որ իբրև թե պիտի իրականացնեն, հայցի ապահովում են ներկայացել, որ այլ շինությունը չեն կարող քանդեն, այսինքն ինչ է նշանակում 1 տարուց ավել քաղաքապետարանը տեղյակ է, ոչինչ չի ձեռնարկում, իմ հանրայնացնելուց հետո, այդքան դեպքերից հետո նոր քաղաքապետարանը որոշում է քանդի, ու հետո վայ, դատարանը բան եղավ, հայցի ապահովում, թե չէ մենք հասնում ենք, հիմա ասեմ ավելի, եթե Երևանի քաղաքապետարանը, այն որ ասում է իրանց դրդումները ազնիվ է, նույն անձնավորությունը, ով որ այդ տարածքը զարթել է, Բաղյան 2 տրոփինգ հասցեով, անմիջապես իր կողքի տարածքը, որը ուրիշ հասցե է կրում, էլի նույն անձին է պատկանում, էլի համայնքա պատկան հողատես զավթես, թող գնա էլի քանդի, տենամ գնալու են քանդեն, այսինքն ինքը հանրային, ասենց ասած ճանաչելիություն ունեցող անձնավորություն չի հանդիսանում, անազգանունը սեփականատերի նորի ինչ-որ կապեր ունի իշխանությունների։ Այո, Տիգրան համաձայն մամուլում տարածված տեղեկատվությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմներն են։ Այսինքն ակնհայտ է մարդիկ զբաղված են հողազարդման ու Երևանի քաղաքապետարանը դրա վրա աշկ է փակում։ Ուրիշ դեպքերում, երբ որ մարդիկ դիմում են դատարան, ինքնական շինությունը օրինականացնելու եւ այլն, մենք տեսանք անցած տարի դատարանի ընթացքի ժամանակ Երևանի քաղաքապետարանը գնում քանդում էր։ Բախի հիմա չի գնում քանդի։ Այդ որ մի քաղաքացին կարա Երևանի քաղաքապետարանի կողմից սուտ տեղեկատվություն տրամադրի տվյալ շինության վերաբերյալ։ Ակնհայտ է դա բարձրաստիճանների հովանու ներքո է ելնում։ Այսինքն, եթե մենք դնենք հաշվենք, մոտավոր առնվազն 500, 700, 800, 900 հազար, մոտ 1 միլիոն դոլարի հողազատման դեպք է արձանագրվել, կողքի հողատարածքն է ներառյալ։ Բացի դատախազությունից, պարոն Չախյան, որևէ իրավական այլ կառույցի դիմել եք, թե ոչ, եւ այսօր պահանջելի եք հանդիպում գլխավոր դատախազի հետ, թե միայն ակցիան եք իրականացնում։ Չէ, հանդիպումը ուժի մեջ է, այս չի, ես չգիտեմ, ես միջ սադրիչ կամ ասենց ես միջ միջոցների եմ գնում, ուղղակի այս ամենին հնչեղություն եմ տալի, որ հույս ունենան, որ գոնե ամոթի զգացողություն կունենան, գոնե այս նախընտրական շեմին, հա, ընտրություններին, որ ինչ-որ իրավական ընթաց պատշաճ ընթացքի տան, որովհետև այս ամեն ինչը ականայց ծածկադմփոց է, ժողովուրդ, անկեղծ էլի։ Եթե մարդը կա, դեմքը կա, այդ մարդը անձը հայտնի է, ոստիկանությունը քեզ ասում ախպեր, այս մարդն է եղել, ասում ես, հա, բայց գործի նյութերում իրանք դառնում են անհայտ անձիկ։ Տեսանյութ են տվել, տեսանյութը գործերի նյութերին չեն կցում, ասում են չկա։ Ոնց հալնում են, ժողովուրդ։ Մեկ էլ հա, իդեպ դատախազությունը նամակ եմ որ ստանում, այդ նամակն է պատրված եմ ստանում։ Այսինքն դատախազությունից որ դուրս է եկել, արդեն ճղել, պատրել, կարդացել, նոր են ուղարկել, այդ վիդեոնը հենց վիդեո եմ նկարել post-ում, հայ post-ում նկարել եմ ոնց եմ ստանում, ճղած, պատրած նամակ եմ ստանում։ Այսինքն հասկանում եք, այս խայտարակության, ինչ հետո էլ ասում ժողովրդավարություն, օրենքի երկիր։ Ներքին գործերի նախարարությունը որևէ կերպ արձագանքել է, թեկուզ նախարարի հետ փորձել եք հանդիպել։ Ներքին գործերինը չէ, դատախազությունը դիմել, որովհետև քանի որ անմիջապես հենց գործը հենց դատախազության տիրույթում է, իրենք են հսկողը, դե ոստիկանությունը որ տեղյակ է, դատախազությունը տեղյակ է, հենց ասած այլ կառույցներին դիմելու, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանին իմաստ չեմ տեսնում, որովհետև ըստ էության մենք ակնհայտ տեսնում ենք, որ ավելի վատ դեպքեր են ելնում, ոչ մի ընթացքի պատշաճ չի տրվում։ Պարոն Չախոյան, այս հետապնդումները, հա, որքանով են ազդել ձեր հանրային գործունեության վրա, դուք շարունակում եք բացահայտումներ անել, թե այնուամենայնիվ որևէ կերպ ազդել են հատկապես այդ նամակագրությունները։ Տեսեք, ազդեցություն անկեղծ ասած չի եղել, որովհետև ես իմ վրա կամպրոմատ չկա ու չի կարա լինի, նույնիսկ այդ նամակագրության ընթացքում ես ուղղակի էլ եմ ասել, սուս է մնացել, ասել լտենամ, այս սուս մնալը ուր է տանելու։ Իտոգում տարավ, ոնց հասկանում եմ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Չախոյանը սուս կմնա, գործը ծածկադմփոց արեք, իհարկե ծածկադմփոց են արել, բայց չգիտեմ որ Չախոյանի դեմը շանտաժի լեզվով չեն կարող խոսել, որովհետև
հատկանիշ չկա, չեն կարող ասեն, այ հեսա Չախոյանի նամակն է կամ եսի մի վիդեո ուղարկեն, չգիտեմ, Կիմ Չեն Ինի հետ, չգիտեմ, եսի մուտը խորոված եմ ուտում ֆուրով, փող են ֆինանսավորում են եսի միջ, այսինքն քաղաքական առումով, այսինքն չկա մի այնպիսի կամպրամատ, որ ինձ կարող է լռեցնել։ Ուղղակի այդ մի ամիս, քանի ամիս, ասի տենամ լուր մնամ, տենամ այս ամեն ինչ, հայտարարությունը ուր է հասնում։ Դաժե դատախազությունը չբարեհաճեց ինձ հետ հանդիպի, տվյալ գործի շուրջ քննարկի, այսինքն ակնհայտ է, որ այս ամեն ինչը բարձր հովանու ներքոյ է, այսինքն Ում նկատի ունեք, ով է հովանավորում։ Սենց ասեմ, ժողովուրդ ջան, մեկը ես վստահաբար կասկածում եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որտեղ մամուլով տարածված տեղեկատվություն նա հենց հանդիսանում է այդ անձնավորության անձանց մտերիմը, ինչի արդյունքում Երևանի քաղաքապետարանը համագործություն է ցուցաբերել, մի տարի չի քանդել ու սուտ պաշտոնական տեղեկատվություն է տրամադրել, որի վերաբերյալ քերական գործը հարուսա, բայց էլի մեծ սպասելիքներ չունեն։ Չախոյան, տեսեք, դուք ասում եք, որ գործը ծածկադմփոց են փորձում անել, բայց ըստ էության ձեր վերաբերյալ բոլոր գործերն էլ ծածկադմփոց են անում։ Ձեր համենայնպես ձեր հաղորդմամբ ինչու՞մն է պատճառը։ Որովհետև հիմնականում իմս քաղաքական տառը կրում, որովհետև ու կոռուպցիայի բնույթ։ Իսկ այսօր մենք գիտենք, այս իշխանությունը ինչպիսի է կոռուպցիայի մեջ թաթախված ու Անց էլ չի, անկեղծ ասած հասարակ քաղաքացիների նկատմամբ էլ պատշաճ իրավական ընթացք գործերին չեն տալի, ճիշտ ասած, երբ որ անցաշաբաթ եկել է դատախազություն դիմում տալու հանդիպման մասին, հանդիպում պահանջելու, հասարակ քաղաքացի կար, էլի նույնպես դիմում էր, ասում էր, ինձ ճանաչեց, ասես Չախոյան ջան, ես Գյումրիի բնակիչ եմ, հող ունեմ, իմ հողը ապօրինաբար ծախել են ու վերավաճառել են ու ինձի տնից հանում են 2019 թվից։ Այդ մարդը թղթերը բան սա ասում կա դիմում է, բան իրավապահ համակարգը ոչինչ չի անում։ Այսինքն մարդու հողը վաճառել են ու տնից հանել են, այդ մարդը հիմա վարձով է մնում։ Հիմա այսինքն դա բնական է, չէ՞, կոռուպցիոն տառ է։ Հիմա եթե մենք այդ դեպքին է խորանանք, ինչ-որ բարձրաստիճան հեղինակություն, հա, քաղաքական, այդ ամենի հետևում կանգնած է, այսինքն ինչ որ կոռուպցիային է վերաբերված, միանգամից ծածկադմփոց են։ Այ օրինակ, եթե հենց հիմա չգիտեմ, ինչ ասեմ, ախր ինչ օրինակ բնը, վաճառական իրավախախտում անեն, հիմա կձերբակալեն կտանեն։ Հիմա օրինակ ես մի հատ քաղաքացուց եթե հեռախոս գողանամ, մի տարվա կալանքը կտան կտանեն, բայց տվյալ դեպքում երբ որ գողացող անձը կա, այսինքն դեմքերը կա, չէ։ Կանչախան, երբ որ ասում եք կներեցան, երբ որ ասում են իրավական ոստիկանության համակարգը բարեփոխում են, դուք ինչպես եք տեսնում այդ բարեփոխումը, ինչպես եք զգում։ Իրենց քաղաքական հայացքները ապահովելու համար, օրինակ քաղբանտարկալների ապահովումը, անհիմն ձերբակալումները, բազմիցս անգամ ես եմ ձերբակալվել։ Ինձ 3 օրով կալանք են տվել ու դատարանի որոշումով այդ կալանքը եղել է անօրինական։ Այսօր իշխանով էլ տեղեկ եմ ժամը 11:30 ազգային ժողովի դեմը քաղբանտարկյալների վերաբերյալ ակցիա է իրականը։ Այսինքն իրանք բարելավում է իշահ իրանց քաղաքական հայացքների քաղաքական օրակարգ ապահովելը։ Այդ գործը հիմա դատարանում է գտնվում, անկեղծ ասած այդ դատական ընթացքից է մեծ սպասելիքներ չունեմ, որովհետև ըստ էության հոդվածները, որոնք դրել են, լիարժեք գործողություններին չի համապատասխանում, այսինքն քիչ հոդվածներ են գրել, որ մարդը չդատապարտվի ու ին վրա են քրեական, այսինքն ես որպես հետո ոչ թե տուժող եմ, այլ մեղավոր եմ, այսինքն բոլորն տեսել են այդ դեպքը ու տեսել են դրա նախապատմությունները ու ինձ էլ որպես հետո մեղադրել են տանում, այսինքն ակնհայտ է մենք շատ դեպքերում, այսինքն մեծ դեպքերի, հա, այսինքն դատական պատշաճ ընթացքին մեծ սպասելիքներ չունեն։ Հա, բայց սենց ասած, որտեղ որ ես մեղադրյալ եմ անցնում, ավելի մեծ քերորեն պատժելի արարքը, քան թաղապետի արածը, այդ 5-6 հոգով արած, այսինքն ին վրա ավելի ծանր հոդված են դրել։ Ասեմ ավելին հարգելի հայրենակիցներ, 2023-ին, որ ինձ վրա մահափորձ էին կատարել դանակով։ Ժողովուրդ,
Միջորս այդ մարդ հազատության մեջ է ու ոչ մի պատիժ չի կրել ու հիմա դատական էս որ գործը հետ նայում եմ ուսումնասիրում եմ հոդվածները ու ոնց են այդ նույն գործը ծածկը դպոց արել մահափոս կատարող անձը չի դատապարտվելու Ինչու ինչ են պարզ։ որտեղ խմբի կազմը հանել են ասում են խմբի կազմով չի ել ապացուցի ասում են տեսանյութ կա հեսա տեսանյութը տեսախցիկից բերել են ասում են բայց այդ տեսանյութը դու ես բերել քնիչը չի բերել ասում եմ ես ինչ անեմ որ քնիչը չի բերել Չէ, չի արգրավ, բայց քնիչի հետ խոսալ եմ զննության ժամանակ, ասում եմ, հեսա տեսանյութ կա, կհանենք, ասում եմ, հա, մենք հանել ենք, մենք հեսա կհանենք, բան կանենք, բայց գործերում չկա։ Այսինքն այս կարգի հայտարարակ մարդու սպանություն, այսօր անկեղծ էլի որ մեկի վրա դանակով գիշերով 3 հոգով հարցակվեն, դու մեկին բռնես, հանձնես ոստիկանությանը, անձը հայտնի ելնի, որ նախկինում դատապարտված ելնի դանակահարության համար նման խուլիգանության համար ազատության մեջ ֆրֆրա ու չդատապարտվի։ Անկեղծ այսօր ոչ թե մեկին դանակով հարցակվեմ, այլ մի հատ քպայականի ուղեկի բրթեմ կամ թարս նայեմ, անկեղծ էլի, ժողովուրդ անկեղծ էլի առանց չափազանցնելու։ 3 տարով միանգամից միացվում մի դատերը, մատերը, քրական գործ արագ անեն, պատիժը տանես դատեն։ Բայց այս դեպքում արդեն վաղեմության ժամկետն էլ է ժողովուրդ անցնում այդ գործի։ 2023-ին է եղել, այսօր 2026 թվա 3 տարի անցել է։ Հեսա էլի կձգձգեն, դատական նիստերն չեն էլ ընթանում, անկեղծ։ Երբ որ գնում եմ, չգիտեմ, մեկի ճնշումն է վատացել, մեկը չի իրազեկվել եւ այլն, նիստերը չի լինում։ Բայց այդ վաղեմության ժամկետը այտենց է։ Անցնում է, հետո էլ ասում են՝ վայ։ Ակցիայի շեղվելով հաջորդիվ ձեր ակցիաները որտեղ եք իրականացնում։ Արդյոք նույն կոնտեքստում եք իրականացնում։ Կոնտեքստի ու ակցիայի մասին առայժմ ոչինչ չեմ որոշել, բայց էլի հրապարակային կհայտարարեմ այդ ամենի ընթացքի մասին ու հիմա ակցիաս իրականացնեմ, ոնց հասկանում եմ ոստիկանության աշխատակիցները նույնիսկ թույլ չեն տա ներս գործեն, որ տամ հերթապահ անձնակազմի ձևերը, որ փոխանցեն գլխավոր դատախազին, եթե չթողեն ոստիկան։ Իրաց գործերի ծածկադմփոց անել է, որովհետև այն գործը ինչ որ էդի ծածկադմփոց արվել եւ այլն, էդի հավի, չգիտեմ, ունակություն ունեցող, ինչ ասեմ, գործա, որ մենակ հավի խելք ուղեղ ունենալու դեպքում այդ գործը կարա այդ ձև պատշաճ չքնվի։ Հեսա իրանց գործողություններին համապատասխան, ոչ թե ինչ-որ անձնավ դե հիմա եթե տենց լինի դոլարներ պիտի բերի իրանց կաշառքներ, որ այդ քերական գործը պատշաճ քննի։ Պարոն Չախյան, ձեզ համար նորություն է դատախազության այսպիսի գործելավոճը եւ ինչպես եք տեսնում այս ամենի լուծումը կամ հանգուցյալ լուծումը։ Ժողովուրդ ջան, լուծում չեմ տեսնում։ Անկեղծ։ Այն դեպքը, որտեղ Գյումրիում տեղի ունեցավ Գյումրիի քաղաքապետի Վարդան Ղուկասյանի նկատմամբ, այսինքն համաձայն քերական գործերի նյութերի տարածմանը, որ իբրև թե ինքնական շինության կառույցի օրինականացնելու հարցն է, դրա վերաբերյալ են իրան ձերբակալել, ընդդիմադիր է, չէ՞ Վարդան Ղուկասյանը։ Երևանում նույն դեպքն է։ Այնտեղ շուկա, ստեղ էլ է շուկա, ինքնակամի օրինականացում, հլստեի դեպքը ավելի սուր, վախի հիմա Տիգրան Ավենյանին չեն ձերբակալում։ Մանավանդ էլ հիմա արդեն մարդը մտել է դատարան օրինական, իդեպ դատախազություն միջնորդությունը ներկայացնում, դեպքի վերաբերյալ, արդեն 10 քանի օր անց է միջնորդությանս չեն պատասխանում, որովհետև այնց միջնորդությունը ներկայացել, որ իրավականորեն, չգիտեմ, պիտի գրեն չգիտեմ, մամոնտը գնացել է ասֆալտի տակ ընկել մեռել է, չգիտեմ, ինչ-որ անհեթեթ բան պիտի գրեն, որ շատ դեպքերում է հենց այտենց է գրում են։ Այսինքն մի բան ես գրում, այլ բանի մասին գրում են, չեն էլ անդրադառնում քո գրածին։ Այսինքն ես այդ ամենը ոչ թե հիմա ինչ-որ տեսախցիկների առաջ հայտարարում եմ, բոլորն էլ այսինքն գիտեն, տեսնում են, չի եղել մի դեպք, երբ որ հրապարակային Չախոյանի վերաբերյալ տարածվի կեղծիքա ու այդ ամենը հիմնավորվի։ Ես ինչ խոսում եմ, փաստերով եմ խոսում, ժողովուրդ։ Հիմա համայնքի պատճառված վնասը մոտ արդեն իմ հաշվարկները, որ 1 միլիոն դրամ է կազմում, այսօր ով կարող 1 միլիոն դրամի հող զավթի ու քաղաքապետարանը չգնա քանդի։